Այսօր կփորձարկենք ասիական խանութից գնած համովները եւ կիմանանք արդյոք դրանք իրոք համով են թե ոչ։ Բայց մինչեւ փորձելը մեզ հարկավոր է այս ամբողջը պատրաստել։ Այստեղ մենք տեսնում ենք բրնձի շտուչկաները եւ ոնց որ սոուսն ասա։ Do not eat։ Չկարելի շուչու։ Իրանք sense բրնձից խմորիկներ են։ Վրան լցնում ենք փոշին։ Դա ֆոտոնի գիտեք։ Հիմա սրա վրա կավելացնեմ ջուր եւ կդնեմ միկրոալիքային վառարանը, որպեսզի պատրաստվի։ Այս մի լապշան պետքա տեղում պատրաստենք եռացնելով։ Եկեք տեսնենք մեջի ինչ կա, ես գնամ պատրաստեմ գամ։ Այդտեղ ունենք սուպ ֆրենգլվածա, իսկ թվում է այսի վրայի լցնելու բաներն է։ Եվ հենց ինքը լապշիչկան։ Ինչպես տեսնում եք, ես վերադարձա տաղավար մեր ուտեստներով եւ իմ փնթիությամբ ամբողջ հագուստս այս սոուսներն եմ արել, բայց ոչինչ։ Փորձում ենք։ Առաջինը եկեք տոկը փորձենք։ Իրականում ես տոկպոկինը շատ եմ սիրում, տեսնենք այս սոուսով դուրս կգա։ Պրոբոյեմ։ Կծվություն ունի։ Այս սոուսը համով է։ Տոկպոկին այս սոուսով ես կգնահատեմ 10-ից 1 լիմոն, որովհետև շատ համով է։ Մինչև լապշային անցնել եկեք փորձենք այս ըմպելիքը։ Պրոբոյեմ։ Մեջը ոչ թե բոբաներ է, այ բաբլներ է։ Դեղցի արտահայտված շատ անուշ համ ունի, քիմիական ինչ-որ զգացողություն չկա։ Ոնց որ շատ համով դեղցի թեյ լինի։ Սա կգնահատեմ 10-ից 1 լիմոն, էլի շատ համով է։ Մի խոսքով եկեք փորձենք սամյանք ռամենը։ Տավարի մսի առամատ է գալիս ու էլի կծույա։ Լապշայի տեսակը շատ լավն է, շատ որակով է։ Իսկ համը ես կրկին կգնահատեմ 10-ից 1 լիմոն, եթե թեթև կծվի սիրահարեք, սա կհավանեք։ Միանշանակ սա արժի փորձել։ Եվ վերջում եկեք փորձենք 1000 շերտ ունեցող հացը։ Մեր պուխլիկը այսպիսի տեսք ունի։ Ես վիդեոներով տեսել եմ, չէ՞ խափի ինձ, պետք է այսինց անեմ, շերտերը դուրս գա։ Քաղցր բուլիչկա է։ Շերտերի չի բաժանում, ասես մեծ շերտերի է բաժանում։ Այս հացի ես կգնահատեմ 10-ից 6։ Այս 3-ին միանշանակ խորհուրդ եմ տալիս, անպայման փորձեք։ Եվ քանի որ այդ խանութում կային այլ տեսակի համովներ, կարող եք հաջորդ անգամ էլ դրանք փորձել։ Կարող եք գրել մեկնաբանություններ, եթե ցանկանում եք։ Ձեզ շնորհակալություն, որ մինչև վերջ նայեցիք։ Հետևեք ինձ, որ չկորցնեք։